Հայաստանի բացարձակ չեմպիոն 3 լողավոճերում, 48 վայրկյանում 50 մետր տարածություն առանց ձեռքերի։ Հայաստանի լողի պարաօլիմպիադայում Գարիկն անցած տարի 3 մեդալ նվաճեց։ Ձեռքեր չունենալու հանգամանքն այս տղային չխանգարեց լողալ դեպի նպատակը եւ կարծրատիպեր կոտրել։ Երբ որ դու ունես հաշմանդամություն, դու շատ զրկանքներ ես այդ սպորտի մեջ կրում, շատ այլ բաներ պետքա փոխարինես դրանով, սկսած լողի սկզբի ստարտից, ընթացքից, մրցումը ավարտելուց, դրանք բոլորը ինդիվիդուալ են։ Չկա մի տեղ, որը քեզ ամբողջությամբ ներկայացնի ինչ պետքա դու անես, որ հասնես արդյունքի։ Մասնագիտությամբ ֆիզիկոսը հավանաբար մարմնի ճկունության, ջրի հետ շփման իր գաղտնիքներն ունի, թե ինչպես լողալ առանց ձեռքերի, որ ցանկալի արդյունքը լինի, բայց չափազանց շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որ ներդրում ունեցան այս ճանապարհին, բուժական լողից մինչև մեդալներ։ 2022 թվականն էր ամառ էր, երբ որ առաջի անգամ Արմինեն իմ լողը տեսավ Սևանում, եւ զուգահեռաբար զինվորի տունը լողի թիմ էր ստեղծել, ինտեգրվեցի այդ թիմին եւ մարզվեցի նրանց հետ։ Այն ժամանակ մարզիչը, այսինքն իմ առաջին մարզիչը եղել է Ների Հակոբյանի հայրը, Համիկ Հակոբյանը, որը Քարչորսորյանին իր որդուն կորցնելուց հետո անգամ սկսեց մարզել զին հաշմանդամներին։ Հատ-հատ հիշում է այն պատկերները, որ իրեն հուզել են, դրանցով ապրում է եւ պարտավորված է, որ իրեն օգնած մարդկանց, սիրելի կնոջ եւ իր ջանքերը հենց այնպես չանցնեն։ Համիկը այդ իր դժվարությունների մեջ իմ լաստը հագցնում էր, քանի որ ես չէի կարող ինքնուրույն լաստը հագնել, ձեռքեր չունեմ, իսկ ինքը կորցրած լինելով իր տղային ուժեր գտնում իր մեջ մեզ օգներ։ Սովորացրեց լողավոճեր, ես թիկնալողը կարողանում էի լողալ, այսօր էլ թիկնալողը իմ ուժեղ լողավոճերից է։ Զինվորի տան թիմից առանձին Գարիկը լողը շարունակեց Օլիմպիադայում։ Այս պահին էլ այնտեղ է մարզվում, չափազանց գոհ է նաև այս մարզչից։ Իսկ զինվորի տան բարեկամ Veterans of Armenia կազմակերպությունը շարունակում է աջակցել Գարիկի լողի ծրագրին։ Veterans of Armenia զինվորի տան լողի ծրագրի աջակիցն է ծրագրի մեկնարկից սկսած։ Շուրջ 3 տասնյակ տղաների համար այն դարձավ առողջության վերականգնման, սոցիալական վերաինտեգրման, հոգեթերապիայի, ժամանցի ու ինքնադրսևորման լավագույն նախագծերից մեկը։ Գարիկի համար օրինակ լողը շատ շերտեր ունի։ Արդյունքը, փոփոխությունը, պրոգրեսը։ Կինը նրա կողքին է ամեն պարագայում, ասում է մարզիչս է, հոգեբանս, օգնականս, ուժիս աղբյուրը։ Իմ նպատակների ճանապարհին ինքն է ինձ օգնում։ Գարիկը իր բնույթով, իր տեսակով, բնավորությամբ եղել է միշտ դժվարությունները հաղթահարող մարդ։ Երբեք չտրտնջացող մարդ, ասենք ցավից, ֆիզիկական ցավից, ֆանտոմ ցավերից, որոնք բոլոր հաշմանդամները ունեն, ես անձամբ ինքս այս 9 տարիների ընթացքում չեմ լսել, որ ինքը բողոքի ֆանտոմ ցավից, եթե անգամ ունի։ Հիասթափություններ էլ է ունեցել, բայց դրանք բոլորը կյանքում իրեն ուժ են տվել, նոր հաղթանակների մղումը դարձել։ Ցանկություն, նպատակ, երազանքը մեր համար, որ այս մեր առաջ ջանքերը, քանի որ հեշտ չի լողալ առանց ձեռքերի եւ պլյուս որ դու մենակ չես դանում, այսինքն քո կինը հետդ տնից դուրս է գալի, հետդ քեզ ուղեկցում է լողավազան, այնտեղ քո շոր հագուստը փոխում է, դու մտնում ես լողավազան, այդ սա պետքա դա ունենա իր արդյունքը։ Եվ դրա նպատակն էլ է, որ մասնակցեն միջազգային մրցաշարերի, որոնք տարվա ընթացքում տարբեր երկրներում տեղի են ունենում, օֆիցիալ մրցաշարի հնարավորության դեպքում սիրով կմասնակցեմ։ Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անհատ, ով կյանքում փորձում, պրպտում եւ գտնում է իր ճանապարհը ինչ որ ասպարեզում, այդ մարդիկ անում են առավելագույնը, քան կաներ սովորական մարդը, ով չունի նման խնդիր։ Եվ եթե իրենց ուժեղ են ցույց տալիս, դա այդ հասարակության պատիվն է։ Յուրաքանչյուր հասարակության պետք է չափեն իր հաշմանդամներով։ Ինչպիսի հաշմանդամներ ունի այդ հասարակությունը։ Լողն անհատական սպորտ է, Գարիկը մրցակից չունի, նրա մրցակիցը կյանքն է բոլոր դժվարություններով։ Լողը դարձավ պայքարային ձևը, որով այո ասաց մարտահրավերներին եւ երևակայական ձեռքերը պարզած առաջ սլացավ, որ հասնի միջազգային մրցաշարերի, օլիմպիադաների։ Նշանաբանն է ճանապարհ դեպի լույս, ինչպես իր առաջին կտավի անունը, որ ոտքի մատներով նկարեց։